լույս, մեզ շատ սիրելի հեռուստադիտողներ, չէիք կարող պատկերացնել, թե ինչքան էինք մենք ձեզ կարոտել եւ կրկին այսուհետ առավոտները կարող եք սկսել մեզ հետ միասին 21 TV-ի եթերում։ Այո, բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք եւս շատ ուրախ ենք հանդիպելու համար եւ ամենակարևորը, գիտեք ինչու եմ ես ուրախ, որ ճիշտ է Անահիտ Աստվածուհու այդ գեղեցիկ մասունքները բերեցին եւ տարան, բայց Անահիտը միշտ ինձ հետ է եւ ձեզ հետ է հեռուստադիտող սիրելի, այսինքն մեր հայ Անահիտը իսկական Անահիտը մեզ հետ է։ Ինչ ենք ուզում ասել, մենք սկսում ենք մեր աշնանային եթերաշրջանը եւ շատ ուրախ ենք մեր առավոտները սկսելու ձեզ հետ միասին Կիրակոսյաններով Ֆրեշ Կիրակոսյան, Անահիտ Կիրակոսյան։ Իսկ այս պահին արթնացնող տեսահոլովակ ձեզ համար գնացինք։ Արթնացիր։ Կքարեմ կբերեմ Ինչուն եմ մի քիչ ավել քեզ կնվիրեմ Ինձ ու քեզ մի լար պինդ կապեց Միտքս քեզ, որ երբեք մտքիցս չանեմ Ինձ ու քեզ մի լար պինդ կապեց իրար Տես նորից եկավ գիշեր Ոչինչ պես հիշեր Մինչև ելնի արև մենք Նորից եկավ գիշեր Ոչինչ պետք չիշեր Մինչև ելնի արև մենք կպարենք Կարանք պարենք անվերջ, բայց թող մնա մեր մեջ Կարանք պարենք անվերջ, բայց դա թող մնա մեր Դե ինչ վերադարձանք սիրելի հեռուստադիտող, վստահ ենք արթնացրեց ձեզ երաժշտությունը, բայց արթնանալու համար մարդիկ կան, ովքեր որ նախաճաշում են, սրճում են, թեյում են կամ չեն նախաճաշում, ինչպես ես օրինակ։ Բայց նախաճաշը շատ կարևոր բան է, Վրեժ ջան, ասում եմ, կամաց պետք է հետևես։ Համաձայն եմ քեզ հետ։ Ասում են նախաճաշը հանգիստ կեր, չէ, ճաշը կիսիր ընկերոջը թե, իսկ ընթրիկը տուր թշնամուտ։ Այո։ Այնպես որ սիրելիներս իհարկե օրվա մեջ ցակում են հարցեր, հա, ինչ ուտել, ինչպես նախաճաշ պատրաստել, ինչպես հագնվել եւ ինչ հագնել։ Այս հարցն էլ է միշտ հուզում շատերին, թե կանանց, թե տղամարդկանց, իդեպ որովհետեւ նկատել եմ, որ տղամարդիկ էլ արդեն շատ հետաքրքիր կերպով հետևում են նորաձևությանը, մենք այս մասին էլ ենք մտածել եւ օրդ բարին այսուհետ ունի նոր էջ նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։ Այս պահին նորաձևություն է մեզ մոտ։ Եթե դուք ձեր աշնանային իհարկե զգեստապահարանը դեռևս չեք հասցրել հարստացնել, ապա հետևեք եւ գնացեք նորաձևության ետևից։ Ողջույն, ես դիզայներ, մոդելավորող Նաիրա Հարությունյանն եմ եւ այսուհետ 21 TV-ի եթերում մենք միասին քայլելու ենք նորաձևության հետքերով։
Նորաձևության մի քանի տարիների օվերսայզ գերակայությունից հետո դիզայներները կրկին շեշտադրում են կանացիությունն ու հստակ ընդգծված գծերը։ Եթե նախորդ սեզոնները նվիրված էին ազատությանը, առավելագույն հարմարավետությանն ու առանց ձևի հագուստին, ապա 2025 թվականի աշունը նորից բերում է նորաձևություն ընդգծված գծերով կիպ ուրվագծեր, էլեգանտ դասականություն եւ աշխատավայրի ոճի նոր մեկնաբանություն։ 2025 թվականի աշնան ընդհանուր միտումները հետևյալն են. կանացիությունն այլևս չի ընկալվում որպես գործնականության հակադիր։ Ընդհակառակը, այն դառնում է ինքնավստահության, էներգիայի եւ ուժի խորհրդանիշ։ Միևնույն ժամանակ նորաձև է մնում խաղը հյուսվածքների հետ, թափանցիկությունն ու շերտավոր հագուստները, որոնք օգնում են դասական ոճը հարմարացնել ժամանակակից կյանքի ռիթմերին։ Հաջորդ կարևորը շերտավոր հագուստն է։ Այս սեզոնին ակտուալ են բարդ համադրությունները, երբ հագուստի յուրաքանչյուր շերտ երևում է մյուսի տակից։ Օրինակ ջերմաշապիկը վերնաշապիկի տակ, իսկ վրան ժիլետ կամ կարդիգան, իսկ ամենավրայով բաճկոն կամ վերարկու։ Կարևորը չափը չանցնելն է, համահունչ կերպար ստանալու համար։ Փորձեք համադրել տարբեր երկարություններ, հյուսվածքներ եւ գույներ։ Բացի այդ, նորաձևության մասնագետները թույլատրում են ոչ ստանդարտ համադրություններ։ Օրինակ, ամառային զգեստը ջինսերի վրա, կարճ թոփը ջերմաշապիկի վրայով կամ տարբեր երկարությամբ մի քանի կարդիգաններ։ Նման շերտավորված կերպարը պահանջում է ոճի զգացողություն, սակայն թույլ է տալիս ստեղծել հիշվող եւ ինքնատիպ տեսք։ Դե ինչ իմ սիրելիներ, այսօրվա համար ես նախատեսել էի այսքանը, սրանք են հիմնական թրենդերը, իսկ ավելի մանրամասը ես ձեզ կպատմեմ իմ հաջորդ եթերներում։ Եղեք գեղեցիկ, երջանիկ եւ հաջողակ ու միշտ քայլեք նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։ Եվ այսպես հոկտեմբերի 13-ին ժամը 19:00-ին Կադանս անսամբլը իր ողջ կազմով օպերային թատրոնի կամերային նվագախումբը Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ ներկայացնում են բացառիկ կոլաբորացիան Մեղեդու եւ Պարիսինթեզը օպերային թատրոնի բեմում։ Առաջարկում եմ այս պահին դիտենք մի հոլովակ, որից հետո կներկայացնենք մեր հյուրերին, ովքեր արդեն տաղավարում են։ Շատ հետաքրքիր է լինելու, չփոխեք հեռուստալիքը, գնացինք։ Հոկտեմբերի 13-ին, ժամը 19-ին օպերային թատրոնի բեմը կվերածվի պարային կախարդանքի։ Շնորհիվ հանրապետության անգերազանցելի արտիստների Աննա Քալաշյան, Նարեկ Զոհրաբյան, Մանե Սարգսյան, Արմեն Մկրտչյան, Քնարիկ Կարապետյան, Հարություն Թոփալիդիս, Դիանա Տվերդոխլեբ, Արշակ Գալուստյան։ Իսկ Կադանս նվագախումբը օպերային թատրոնի կամերային կազմով դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ կընկղմեն կախարդիչ մեղեդիների տարածք։ Կադանս անսամբլի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյան, երեկոյի հաղորդավար Արթուր Գեղամյան, տոմսերը օպերա.am կայքից։ Դենցիելներս վերադարձանք եւ այս հրաշալի երեկոյի մասին այսօր զրուցելու ենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են եւ ես սիրով շտապում եմ ներկայացնել։ Մեր հյուրերն են Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Երևանի Պետական կոնսերվատորիայի Լարային ամբիոնի պրոֆեսոր, Կադանս անսամբլի կիթառահար Հակոբ Ճաղացպանյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպես նաև հեռուստա ռադիո հաղորդավար, սցենարիստ, Կադանս անսամբլի գովազդային ձայն Արթուր Գեղամյանը, բարի առավոտ։ Բարի լույս, սիրելիներս, բարև ձեզ։ Շատ ուրախ ենք առավոտը սկսել այս հրաշալի նորությամբ, թե ինչ է մեզ սպասում այսօր երեկոյան։ Հետաքրքիր է ինչպես առհասարակ միտք ծագեց այս ծրագրի եւ ծրագիրը իրագործելու եւ ինչ անակնկալներ են սպասվում։ Ես սկսեմ, հա, պարոն Ճաղացպանյան։ Տեսեք, շատ քիչ է պատահում, որ երեկոյի հաղորդավարը հյուրընկալում է որևէ տեղ։ Սա չլսված բան է։ Բայց նկատի ունենալով այն ձևաչափը, որը որ որդեգրել է Կադանսը ի սկզբանե, դեռ փետրվար ամսից անցած տարվա, մենք եկանք մի շատ կարևոր օրգանիզմի հանգեցինք, որ ամբողջը արվում է մեկ ակադեմիական հոսանքի մեջ, ուղղության մեջ, այսինքն կա Կադանս անսամբլ, որի մեջ մտնում է Կադանս նվագախումբը, Կադանս պարախումբը, մտնում է աուդիովիզուալ հետաքրքիր կոնցեպտի հեղինակները, որոնք որ Instagram-յան ռիլերից սկսած մինչև համերգային տարբերակներ նկարում են եւ մեզ հրամցնում են, եւ կա մեկը իմ գլխավորությամբ եւ իմ գեշ դեմքով, ով որ այս ամենը փորձում է գրել, համերգներին ներկայանալ, ներկայացնել, եւ սա մի վերնագիր է, որ ցանկացած տեղ որտեղ որ Կադանսը ելույթ կունենա, այս ամենը կա։ Եվ այս ամենով մենք մենք տարբերվում մեր հիմնական, չասենք մրցակիցներից,
Տես բան չկա։ Արթուրի ինչու բացառիկ։ Ինչ է։ Այս անգամ բացառիկ դրված է որպես բացառիկ, այսինքն այս անգամ բացառիկ ելույթ է լինելու, բացառիկ երեկո է լինելու։ Որովհետև մեզ միացել է օպերայի թատրոնի կամերային նվագախումբը դիրիժոր Կարեն Դուրգարյանի մասնակցությամբ։ Սա բացառիկությունը արդեն մնացածը կարելի է չասել։ Կանանց այնպես թե այնպես բացառիկ է։ Այո, բայց երբ մի լավ հող կա օպերայի թատրոնի կամերային նվագախմբի ուղեկցությամբ, սա մի ուրիշ բացառիկություն է տալիս։ Պլյուս այս ամենին մենք պիտի նաև նկատի ունենանք, որ երաժշտություն գումարած պար։ Սա երկրորդ բացառիկությունն է արդեն։ Իհարկե կան անսամբլներ, որոնք բնականաբար կենթանի նվագակցությամբ պարում են, բայց ահա տանգո, Պիացոլա եւ Սայաթնովա, որ այսպես ծայրահեղությունից ծայրահեղություն կարող է լինել, սա միայն կադանս անսամբլի մասին է։ Ուզում եք էլի բացառիկություն ասեմ։ Եվ իհարկե երաժիշտները, որոնք որ իհարկե հանրապետության եւ տարածաշրջանի լավագույն բացառիկներն են։ Ես ամենասկզբից նշեցի, որ կադանսը բացառիկ է դրանավարտ։ Ես հասկացա ինչ են Արտուրին ուղարկել։ Տգեղ դեմքով տղա որ ասում։ Վերջ անգամ որ գնացինք հեռուստատեսություն Արշակներ ինձ հետ պարողներից, այո։ Եվ ես քոչապ խոսեցի, իրան խոսք չմնաց, երևի ասատորը մտածել է, որոշել է, որ այս անգամ թող Արտուրը գնա, որ ես այլևս չբոլոր հարցերը արդեն պարոն Ջավասպանյանը։ Լավ է, որ ինքը պրոֆեսիոնալ ամեն ինչ ճիշտ հակիրճ ներկայացրեց։ Բայց մենք կցանկանանք պարոն Ջավասպանյան անպայման ձեր խոսքը նաև լսել ու նաև ձեր զգացողություններն ու էմոցիաները ու ապրումները կապված այսօրվա երեկոյի հետ։ Մեզ համարել է բացառիկ երեկո, որովհետև առաջի փորձը երբ էր հունիս 17-ին։ Հունիս 17-ին եւ տպավորությունները ինչ կան ես գիտեմ բոլորի մոտ, որ ներկա էր դահլիճում, շատ երկար ժամանակ տևեցին։ Այդ տպավորությունները գրեթե երևի թե մի ամիս անընդհատ խոսվում էր, ասում էին, որ բացառիկ ելույթ էր եւ այդ սինտեզը նվագախմբի, կադանս անսամբլի եւ պարախմբի երևի թե շատ անսովոր տեսք ունի, որովհետեւ օրինակ ես դիլետանտիզմ ոնց է հայերեն, հենց այդպես է։ Վերջին վանկի ձայնավորի վրա, դիլետանտիզմ ոչ մի ասպարեզում չեմ ընդունում եւ գրեթե վստահ եմ 100%-ով, օրինակ որ ասում են ֆլամենկո է ապարում իսպանական կամ ինչ որ մի ստուդիայից կամ տանգո է ապարում, ես չեմ հավատում, որովհետեւ ես ականատես եմ եղել, գիտեմ այդ բարերը ոնց են ապարում, դրա մեջ ձևական բան չկա, այսինքն դերասանական միայն շարժում մտնի բանով քրիստոմատիա, ոդկա ոնց բան, դա պետք է լինի շատ բնական այո։ Ինչպես նաև օրինակ բերեմ, եթե ասեն այս Ֆինլանդիայից այս Մարտեկիլան նենց դուդուկա նվագում, կարող է նվագի շատ լավ վիրտուոզ, բայց ինչ որ բան մեջը պակասում է։ Հոգին է թե ինչն է, չեմ կարող ասել։ Հիմա նայեք, իսկ մոտեցումը կադանս այդ պարախմբի եւ ասատուրի Քալաշյան շատ հետաքրքիր է։ Այդ ես ինչի նշեցի, որ այդ դիլետանտիզմը չեմ ընդունում, որ սկզբից խոսակցությունը այդ սինտեզի մասին եղավ, ես մտածեցի վերջ, հեսա նորից այդ նույն պարային համարները, նույն քրիստոմատիայով շարժումները։ Շարժումներ, մեջը ինչ որ ֆալշ բան պետք է լինի, բայց ինքը այնքան ճիշտ մոտեցում ցուցաբերեց, որ դա ոչ թե բուն տանգոյի տեսակն է, այ մի քիչ ձևափոխած, այսինքն ոչ մի բան չի հիշեցնում նրա մասին, որ իրանք 100%-անոց տանգո չի, շարժումներ կան տանգոյից, շատ բնական, ճիշտ, բայց կա սինտեզ բարի մեջ, որը որ ինձ կոնկրետ չի խանգարում։ Ու դա արդեն լավ նշան է։ Այսինքն ճիշտ հասկացա, պարոն Ջավասպանյան, որ ձեզ համար դուք առհասարակ շատ բծախնդիր մարդ եք եւ մինչեւ այն ամենը, ինչ ձեր շուրջը կատարվում է, ձեզ չգոհացնի, չեք համաձայնի լինել դրա մի մասնիկը։ Այո, այո։ Հիմա ձեզ գոհացնում է այն, ինչ այսօր երեկո լինելու է։ Կտեսնենք, որովհետեւ երեկոյան է լինելու։ Դեռ չի եղել։ Հուսով եմ, որ այո։ Եվ վերջապես մի բացառիկ բան էլ ասենք եւ բացառիկի թեման փակենք, որովհետեւ հիմա այնց համատարած բացառիկություն է, եզակի աննախադեպ բացառիկ նմանը չունեցող։ Ինչ կան լսում ես։ Մեգա։ Չէ, բայց պետք է նկատի ունենալ, որ օպերայի բեմը գրեթե ամբողջությամբ օգտագործված է
այն դինամիկայի մեջ, որը որ միջ այդ օպերայի բեմը երբեք չի օգտագործվել։ Սկսված պլունժերներից դա հայերեն կնեք չգիտեմ որն է, հարթակներից։ Դիլետանտիզմի երկրորդ բառեր կան, որ հայերեն չէր տամ։ Բեմի բոլոր հատվածները օգտագործվում։ Հատվածները, հարթակները, վարակույրները, լույսերը դա մի այսպես մարդ նստում է եւ չի հասկանում թե ինչ է տեղի ունենում միջև այն ժամանակ, երբ չի ավարտվում համերգը։ Սա ասում ենք, որովհետեւ հունիսի 17-ին համերգը եղել է եւ այնքան լավ է անցել, որ ահա խնդրեմ երկրորդն է արդեն լինում, բայց տոմսերի համար կարող են շտապել, որովհետեւ դեռ կարող է եւ մնացած լինեն։ Հաշված տոմսեր են մնացել հենց այսօր, հենց հիմա եթերի ընթացքում էլ կարող է գնալ ու ձեռք բերել ու բաց չթողնել։ Միգուցե մենք էլ իսկապես բացառիկ ունեման է չնեցող երեկոն։ Ինձ հետաքրքիր այ խոսեցինք անհամադրելին համադրելու մասին, խոսեցինք այդ հետաքրքիր սինթեզի մասին, իսկապես նման չնեցող։ Արտուր, քեզ ինչպես են գտել, դու ինչպես ես սինթեզվել այս ամենի մեջ։ Գիտեք, շատ լավ հարց եք տալիս, որովհետև հենց ամենասկզբից ես շատ դեմ եմ ես ամեն ինչին, որ ես չլինեմ, որովհետև երբ շատ ուժեղ պինդ երաժշտություն կա, սկսված ոչ միայն Պիացոլայից։ Ուրեմն հաղորդավարը խանգարում է, չէ՞։ Ոչ թե խանգարում է, ընդհանրապես պետք չի տեղ հաղորդավար։ Էլ չխոսեմ երաժշտություն գումարած պար, այն պարը, որ պարոն Ջաղասպանյանը ներկայացրեց տանգոն իր դասական ձևակերպումներով, այնպես ինչպես որ Արգենտինայում կպարեն կամ Իսպանիայում կպարեն առհասարակ։ Եվ ես այսպես պրոտեստանտի պես, բողոքական պես ասում եմ, ես այդտեղ պետք չեմ, էլի, այդտեղ տեքստեր, որովհետև ամեն ինչ արդեն ասվում է, ամեն ինչի մասին կա, պիտի թողենք հանդիսականին այդքան տեքստ պետք չի օգտագործել, գործածել, բայց այդ անսամբլի մեջ պիտի անսամբլի մեջ լինի նաև մի այսպիսի գիծ, որը որ խոսքին է վերաբերում։ Եվ մենք նվաճել ենք մի լավ հայերեն, եւ մենք նվաճել ենք մի լավ կետ, տեղեր, որտեղ որ ոչ թե խանգարում է, ոչ թե ավելացնում է, այլ փոխ լրացնում է այս ամենը։ Դրա համար ես փորձեցի։ Ես էլ էի դեմ, բայց լրիվ համաձայն եմ։ Ես փորձեցի, ոչ թե ասում եմ այո, ոչ, ես փորձեցի եւ տեղը անկավ։ Այսպես։ Տեսակ որ երեկոյան եթեր չի գնաց էներգիան հիմա տեղը պետք է ինձ իսկապես հետաքրքիր է այդ սինթեզի հետ եւ այդ տարբերության հետ մեկտեղ կոնֆլիկտներ շատ են ծագել բուն փորձի շրջանում process-ում անհամաձայն Գիտեք առաջի հանդիպման ժամանակ ես ասատուրին զգուշացեցի ասեցի ոչինչ որ բարի ժամանակ փորձի ժամանակ օրինակ ես ինչ որ խորհուրդ տամ մի պարողի կամ ոտքի հետ կապված, ժանրի հետ կապված, կամ դուք մեզ ուղեկցեք, ասեք, տեմպը մի քիչ արագացրեք, ստեղ մի քիչ դանդաղացրեք, ինչ որ մի հարցում, եթե փողզիջում լինի, դա նորմալ է, ասեց լրիվ։ Ու դա ստեղծագործական մթնոլորտ է, հիմա մեր մեջ ոչ մի բան չկա։ Մենք մի ընտանիքի նման աշխատում ենք, տեսնենք ինչքան դա կտևի, իհարկե այսօրվա համերգից հետո կարծում եմ մի փոքր ընդմիջում պետքա լինի, որպեսզի քիչ թե շատ ծրագիրը փոփոխվի։ Եվ Երևա այսօր երեկոյան համերգից հետո Եվ վերջապես կոնֆլիկտներն են, որ հետո բերում են մի լավ արդյունքի։ Ստեղծակ ոչ թե այսպես այո, գնանք կռվենք իրար հետ, չէ։ Դիսկուսիայի միջոցով բոլորը պրոֆեսիոնալներ են իրենց գործի, խոսել գիտեն, արտահայտվել գիտեն, այնպես որ սա շատ առողջ մթնոլորտ է, շատ առողջ։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ պրոֆեսիոնալ է արված, բայց հետաքրքիր է կոնֆլիկտի պահով, երբ որ խոսեցինք, ինձ հետաքրքիր է այ Պիացոլան եւ Սայաթնովը։ Այ այստեղ եւս որպես դուք պրոֆեսիոնալ եւ շատ մանրակրկիտ ամեն ինչին հետևող երաժիշտ, չկար այստեղ եւս կոնֆլիկտ եւ վախ, որ Պիացոլա եւ Սայաթնովը այս ինտերպրետացիաները ինչ հասկանում եմ ձեր հարցը հետաքրքիր է ուղղակի։ Ես կուզենամ լսեմ։ Կադանս անսամբլը, որ նոր ստեղծվեց, մեր նպատակը նվագել արգենտինյան երաժշտություն։ Միայն տանգո։ Հետո տարիներ հետո ծրագրի մեջ փոփոխություններ մտան, որովհետև այցելություն ունեինք օրինակ արտասահմանյան երկրներ, դեսպանատներ եւ կարևոր չի, բեմերից ցանկություն առաջացավ ներկայացնել հայկական նաեւ երաժշտությունը եւ քայլ առ քայլ դա մտավ մեր ռեպերտուարի մեջ իսկ խանգարումը դա համերգային այդ կոնցեպտի ժամանակ թե չէ ես չէի ասի որովհետև դասավորվածությունը այնպես է որ սկսում ենք հայկական մի քանի ստեղծագործություն
հետո ճիշտ անցում է կատարվում դեպի տանգոներ կամ նույնիսկ ջազային ինչ որ սիրում գործեր կա, որ ժանրային առումով դաշնակահարը, կոնտրաբասը գիտեն դա նվագել, հա։ Միայն ես էի, որ չէի կարողանում հենց տեղում, ասենք իմպրովիզացիա անել, բայց ես էլ հիմա այնքան փորձերի ընթացքում հասկացա, որ իմ մոտ էլ է կամաց-կամաց ստացվում, որովհետև խմբի մեջ, եթե մեկը ինչ որ մի հատ մեղեդի շվացնի կամ երգի, խումբը միանգամից սկսում է նվագել, առանց փորձի, առանց բանի, այսինքն բացառիկ դեմքեր են։ Միայն ես էի, որ են ակադեմիական, բայց էլ եմ ասում, կամաց-կամաց սովորում։ Հետո այդ ծրագրից հետո գնում է ավարտ առաջի բաժնի կամ համերգի հայկական էլի մի բաժին ցիկլ եւ ավարտվում ենք այն ամենաճանաչված ինչ որ այն որ բոլորը գիտեն այդ տիպի ստեղծագործությունով եւ վերջապես վրեժ դու էլ պիտի համաձայնես որ երաժշտությունը սիրո մասին է թե Պիացոլան է սիրո մասին գրել, որը որ հետո պարողները տանգոյի տեսքով պիտի ներկայացնեն հանդիսականին, թե սիրո մեծ երգիչա Սայաթնովան։ Էլ չասենք սիրո տարբեր դրսևորումներ, օրինակ Խաչատրյանի մեծագույն սերը հայրենիքն էր։ Եվ Խաչատրյանն էլ կա մեր համերգի ժամանակ, Արամ Խաչատրյան։ Տեսեք Վալտեր Ռիոսից, Սայաթնովայից, Պիացոլայից անցում, չգիտեմ, Խաչատուր Ավետիսյան ունենք թե չէ համերգում, մայստրո, ոնց որ չէ, ոնց որ այս համերգում չունենք, բայց չէ, չունենք, այսինքն մենք այս ժանրային տարբերությունների մասին ենք խոսում, բայց դրամատուրգիկ մի հունի մեջ ենք, որ հանդիսականը իսկապես վայելելու է, եւ գիտեք, այն վայելքը չի, որ հիմա այսպես շատ պոպկորնի նման համերգներ կան, որ գնանք եւ ոչ դրանից հետո նրանք լցվում են, նրանք տենց նստվածք է տալիս դրանց մեջ եւ վերջապես սիրո մասին երբ խոսում ենք, սիրո բացարձակ արժեքը գնահատել ենք տալիս մեր համերգից օպերայի թատրոնի բեմից։ Ես էլ եմ համաձայն, որ առհասարակ արվեստը լեզու չի ճանաչում, երկիր չի ճանաչում, այս պարագայում կարծում եմ ուղղակի պետք է վայելել թե պարը, թե երաժշտությունը, թե մեղեդին եւ թե երգը անկախ այդ տարբերությունից։ Ինձ հետաքրքիր է խոսեցիք նաեւ այլ երկրներում ներկայացնելը, նախատեսվում են հյուրախաղեր հենց այս ծրագրով կունենան հնարավորություն։ Այո։ Սփյուռքում նաեւ։ Այո։ Պլաններում կա, հիմա խոսակցություններ կան, բայց կոնկրետ ժամանակահատված չեմ կարող ասել, հա։ Եվ որպես եզրափակում, հիմա մեզ դիտում են հեռուստադիտողները, պարոն Ջաղացմանյան, ինչու պիտի այսօր երեկոյան գան Ռայելից։ Գիտեք ինչու։ Այդ 1.5 ժամը, որ պետք է տևի համերգը, 80 րոպեն, կենցաղային բոլոր այդ խնդիրները, հարցերը կմոռացվեն։ 1.5 ժամ, եթե դու չես մտածում, որ պետք է գնամ, պետք է զանգեմ, պետք է, չէ որ մեր առավոտը սկսվում է պետք էով, պետք է արտանամ, պետք է զանգեմ, Արտուրը պետք է գա, ինձ վերցնի, պետք է ոչ մի բան գրեթե չենք անում, որ ուզում եմ արտանամ, ուզում եմ ցանկալի է արտանալ։ Երեք օրինակն էի բերում երեք երեկոյան, որ երջանկությունը ինչն է, նաև որ սիրածդ գործով ես զբաղված։ Դու գնում ես աշխատանքի սիրով, ոչ թե պետք է գնամ աշխատեմ, որ գամ տուն։ Այդ 1.5 ժամը իրանք պետք է մտածեն, որ ոչ թե պետք է, այ ուզում եմ գնամ 1.5 ժամ այդ լվացք, ճաշ, հարևան, հոգսեր եւ այլը ուղակի մաքրվի, հետո նորից թող վերադառնամ։ Պարոն Ջաղասպանյանը շատ ճիշտ նշեց կենցաղը մոռացնել տալու իմաստով, բայց եկեք նաև բալանսը պահելու համար նորին մեծություն արվեստին կրկին կյանք տալու համար, որտեղ ինչը որ մենք անում ենք լավ է, բայց երբ ծափահարում է եւ հանդիսականը այդ ապրումը ունեցավ, լրիվ ուրիշ բան։ Մենք տեսնելու ենք երաժշտություն, տեսնելու ենք պար, շատ հետաքրքիր ռեժիսորական լուծումներով համերգային ծրագիր ժամուկեսը անցնում է 1.5 րոպեի նման մի շնչով եղավ եւ ավարտվեց տեղում, բայց հետո դիլեյը երաշտական լեզվով ասած դեռ շատ ու շատ նրանց մեջ արձագանքվելու է այ դրա համար Մեզ մնում է միայն ձեր շնորհակալություն հայտնել, որ ժամանակ գտաք հենց այսօր եկաք մեզ մոտ հյուր, վստահ ենք, որ ամեն ինչ հրաշալի անցնելու եւ մեծագույն հաճույք են ապրելու այսօր այնտեղ գտնվող ներկաները, իսկ ես ելի հեռուստայտեղին ուզում եմ հիշեցնել, որ մեր հյուրերն էին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Երևանի Պետական կոնսերվատորիայի Լարային ամբիոնի պրոֆեսոր, կադանս անսամբլի կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը
Եվ հեռուստա ռադիո հաղորդավար սցենարիստ Կադանս անսամբլի գովազդային ձայն Արթուր Գեգամյանը։ Ձեզ շատ շնորհակալ ենք ներկայության համար եւ այս պահին ճիշտ է ասել, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ խոսել։ Մենք մի փոքր տեսանյութ եւս ունենք, դիտենք եւ մեր հյուրերին ասենք հաջողություն։ Գնանք տեսանյութով։ Երևանը, որը սպասում է, օպերային բեմը, որը լցվելու է երաժշտությամբ, որը ծնվելու է ապրումից, Կադանս, վերաիմաստավորելով մեղեդին, Սայաթնովայի հառաչանքը, Պիացոլայի կրքերը, Ալթունյանի լուսե պսակը, Ռիոսի շնչող ռիթմերը, բեմում են լինելու Սոֆի Միքայելյան, դաշնամուր Վարազդատ Խաչումյան, ջութակ, Բորիս Եգանյան, ակորդեոն, Հակոբ Ջաղացպանյան, գիտար, Գուրգեն Ամիրյան, կոնտրաբաս, Կադանս անսամբլի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյան եւ օպերային թատրոնի կամերային նվագախումբը դիրիժոր Կարեն Դուրգարյան։ Հոկտեմբերի 13-ին, ժամը 19-ին, արվեստի նրբագեղությունը ունի հասցե։ Կադանս։ Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից։ Սիրով սպասում ենք։ Դե ինձ սիրելիներս, մեզ մնում է միայն նախանձով լցվել ու ասել այսօր հասցրեք ու գնացեք վայելելու այս ինչքան մշակութային միջոցառումներ կան, այո, որ բաց ենք թողում ու ափսոսում ենք, որ չենք կարողանում գնալ հասցնել սրան, նրան, այն մյուսին։ Բայց ուրախանում ենք, որ հանդիսանում ենք կամուրջ եւ կարողանում ենք մեր հեռուստայի տողին իրազեկել եւ ասել, թե ինչ հրաշալի միջոցառումներ կան, այնպես որ գնացեք ու մասնակիցը դարձեք նաեւ այս հրաշալի երեկոյին, իսկ մենք այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Այո, լավագույն աշուն ունենալու համար եւ դիմավորելու համար պետք է ուրախ լինել։ Իսկ ուրախ լինելու համար լավ երաժշտություն պետք է լսել, լավ տրամադրություն ունենալ եւ լավ միջավայրում լինել։ Իսկ այդ ամենը իհարկե լավ երեկո կազմակերպելու շնորհիվ է։ Ձեզ լավ օրենք մաղթում։ Մնացեք բարով։